Այսօր վաղ առավոտից Արցախի հանրապետությունը ենթարկվել է ադրբեջանական զինված ուժերի ագրեսիային։ Եկեք պայմանավորվենք մի բան։ Ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչում։ Պատերազմն հայտարարել, պատերազմը ստննականում։ Մեր պատիվը մեր հայրենիքի նկատմամբ, մեր պատիվը մեր սերունդների նկատմամբ պիտի կատարի։ Այո, պատերազմ մենք սպասում ենք։ Իհարկե որը չէր մեզ համար պարզ, բայց նշեմ, որ պաշտպանության բանակը հիմնականում առավոտյան ժամը 7:00-ի պատրաստ է պատերազմի։ Իրականում ոչ թե ես եմ Ադրբեջանի նախագահին խնդրանքով դիմել, այլ Ադրբեջանի նախագահն է ինձ դիմել խնդրանքով։ Մենք չենք խնդրելու զինադադար։ Սա պիտի բոլորս իմանանք։ Մենք պիտի պարտադրենք զինադադար։ Եթե մենք խնդրենք զինադադար, դա լինելու է Հայաստանի վախճանը, ոչ թե Արցախի։ Որտեղ կռվում ենք ոչ թե Ադրբեջանի դեմ, դուք տեսնում եք Թուրքիայի դեմ։ Իսկ Թուրքիային հետաքրքիր չի Արցախը, Ջաբրայիլը, Լաչինը, Խորադիզը, Թուրքիային հետաքրքիր է Հայաստան աշխարհը ամբողջությամբ։ Փառք մեր բանակին հաղթելու ենք։ Ամեն ինչի համար պատասխան է տալու Ալիևի ընտանիքը։ Թշնամին գտնում է այստեղից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, առավելագույնը 5։ Եվ թշնամու նպատակն է, գերնպատակն է գրավել Շուշի։ Պատերազմն հայտարարել, պատերազմը չենք ճանաչում։ Bu ne oldu Paşinyan diyesen. «2020 թվական նոյեմբերի 8 Պատերազմի նախավերջին օրը սկսվեց Արցախի 4-րդ նախագահ Արայիկ Հարությունյանի հրապարակած վերածննդի հրապարակում ամենածանր լուսաբացի լուսանկարով և ադրբեջանական մեդիատիրույթում տարածված լուսանկարներով ու տեսանյութերով։ Եթե հայերի համար պատերազմի 43-րդ օրը ամենածանրերից մեկն էր, ապա ադրբեջանցիների համար դա 30 տարի երազած հաղթանակի օր էր։ Սիրելի հայրենակիցներ, եղբայրներ և քույրեր, անսահման հպարտությամբ հայտարարում եմ, որ Շուշին ազատագրված է։ Մենք հաղթել ենք ռազմի դաշտում, այլ ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, բանակցություններ, որոնք պարզվեց իմաստազուրկ էին։ Azad edildi. Şuşa bizimdir. Qarabağ bizimdir. Իլհամ Ալիևի այս ելույթից հաշված րոպեներ անց հազարավոր մարդիկ արդեն Բաքվի փողոցներում էին տոնելու հաղթանակը ադրբեջանական և թուրքական դրոշներով։ Հայաստանում սակայն Ալիևի հայտարարությունն ու Բաքվում մեկնարկած տոնակատարությունները ընդունվեցին կասկածանքով։ Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտարարություն տարածեց, որ ադրբեջանական մամուլում տարածված տեսանյութերում ու լուսանկարներում երևացող ամրոցը որևէ առնչություն չունի Շուշիի բերդի հետ։ Հատկանշական է, որ դրոշներն ամրացնողները ոչ զինվորական հագուստով են և ոչ էլ զինված, ավելին քաղաքացիական հագուստով են։ Հաջորդ վայրկյաններին բարձունքից երևացող քաղաքում որևէ ավերածություն չկա։ Հարց է առաջանում. իսկ այդ թեժ մարտերը որտեղ էին ընթանում։ Ի վերջո, պարզապես համեմատելով Շուշիի և տեսանյութում երևացող բերդերը, կտեսնեք, որ դրանք տարբեր են։ Հայ հասարակության լավատեսական տրամադրությունը կոտրեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։ Առ այսօր ցավոք պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից եւ այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս։ Ժամեր անց Վահրամ Պողոսյանի հայտարարությունները հաստատվեցին Շուշիից հրապարակվող տեսանյութով։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեսանյութում երևում էր, թե ինչպես են Շուշիի վարչակազմի շենքի վրա բարձրացնում ադրբեջանական դրոշը։ Yaşasın Canavarlı Başkomandan, eşk olsun Azerbaycan halkına, Qarabağ Azerbaycandır. Եվ որքան էլ հայ հասարակությունը չէր ընդունում իրականությունը, ամեն կերպ փորձում էր հերքել այն, պատերազմը որոշված էր ավարտվել Հայաստանի և Արցախի համար ծանրագույն հետևանքներով։ Подписано заявление, в котором объявляется о полном прекращении огня и всех военных действий в зоне Нагорно-Карабахского конфликта с 0 часов 0 минут по московскому времени. 2020 թվական նոյեմբերի 9
Ռազմական գործողությունները դադարեցնելու եւ ռուս խաղաղապահներ Արցախում տեղակայելու մասին հայտնի դարձավ նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան։ Ստորագրվել էր փաստաթուղթ հանրությանն առանց տեղյակ պահելու։ Իսկ ստորագրած 3 ղեկավարներից տեսախցիկների առջև խոսեցին միայն Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը։ Փաստաթուղթը ստորագրած երրորդ կողմը Նիկոլ Փաշինյանը պատերազմի ավարտի մասին հայ հանրությանը տեղեկացրեց Facebook-յան գրառմամբ։ Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել։ Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի եւ սա պետք է դառնա մեր ազգային համախմբման վերածննդի դարաշրջանի մեկնարկ։ Մենք պետք է վերլուծենք մեր անկախության տարիները, մեր ապագան պլանավորելու եւ անցյալի սխալները չկրկնելու համար։ Ամբողջ պատերազմի ընթացքում հնչած հաղթելու ենք միտքը մի գիշերում վերածվեց պարտության։ Զայրացած քաղաքացիները կեսգիշերն անց գրավեցին կառավարության եւ ազգային ժողովի շենքերը։ Հայրենիք կորցրած քաղաքացիների ձեռքից չկարողացավ փախչել խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը։ Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կողմերը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում։ Մինչև նոյեմբերի 20-ը պետք է հանձնվեր Ակնայի շրջանը։ Նոյեմբերի 15-ին Քարվաճառը, իսկ դեկտեմբերի 1-ին Բերձորի շրջանը բացառությամբ Բերձորի միջանցքի, որով կապը Արցախի եւ Հայաստանի միջև պետք է պահպանվեր ռուս խաղաղապահների վերահսկողությամբ։ Ադրբեջանը իր հերթին ստանում էր վերահսկողություն այդ շրջանների վրա եւ պարտավորվում էր ապահովել քաղաքացիների տրանսպորտի եւ բեռների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Բացի այդ, նախանշվում էր նաև տրանսպորտային նոր ուղու ստեղծում, որը կապելու էր Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին ռուս սահմանապահների վերահսկողությամբ։ Միաժամանակ համաձայնությամբ նախատեսվում է ռազմագերիների եւ պահվող անձանց վերադարձ, նաև տարածաշրջանում փախստականների վերադարձ ՄԱԿ-ի վերահսկողությամբ։ Ռուս խաղաղապահները տեղակայվում էին շփման գծում 5 տարի ժամկետով հրադադարի պահպանման եւ անվտանգության ապահովման համար։ Ստորագրությունից հետո ամենից հաճախ հնչող հարցը մեկն էր. հնարավոր էր արդյոք կանխել պատերազմը եւ դրա ծանրագույն հետևանքները։ Այս հարցին Փաշինյանը փորձել է պատասխանել Facebook-ի ուղիղ եթերում։ Պատերազմից առաջ, երբ որ կար նախանշաններ, որոշեի, որ պետք է այս պատերազմը կանխել։ Եվ այդ ժամանակ էլ պետք է էլի գայի ասեի. գիտեք ինչ ժողովուրդ ջան, ուրեմն մենք սենց ընտրություն ունենք, կամ առնվազն 5 շրջան հանձնում ենք առանց որևէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը առանց ճշգրտելու, կամ պատերազմ ենք ունենում։ Ինչու չեմ եկել եւ ասել։ Նախ, որովհետեւ ես չէի ուզում, որ մենք այդպես հանձնվենք։ Ես հավատում էի, որ մենք կարող ենք պայքարել մեր ժողովրդի, Արցախի ժողովրդի իրավունքների համար։ Հիմա եմ հավատում իմիջիայլոց։ Իսկ ստորագրումից 24 ժամ անց հանրությանը դիմեց Արցախի 4-րդ նախագահ Արայիկ Հարությունյանը։ Հիմնական պատճառը, հիմնական դավաճանը մենք բոլորս ենք, որ զինվորներին թողել եք մենակ։ Իսկ ինչի ենք վերջում զինադադար կնքել։ Ինչի ենք պարտավորված եղել, որտեղ այդ զինվորները մեր շրջափակման վտանգի տակ էին։ Երբ որ Ստեփանակերտը արդեն պաշտպանող չուներ, քանի որ զինվորականները գտնվում էին հիմնական առաջնագծում։ Հրադադարից հետո ռուսական խաղաղապահ զորքերն արդեն Արցախում էին։ Իսկ այդ օրվանից ուղիղ 11 օր անց թշնամուն պետք է հանձնվեր Ակնայի շրջանը, ապա հաջորդաբար Քարվաճառը, Բերձորը եւ Մարտակերտի 9 գյուղերը։ Սվետլանա Պետրոսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Wait!